Herobrine միշտ եղել է ամենաառեղծվածային եւ ամենավախենալու անձը Minecraft-ում, եթե հաշվի առնենք, թե որքան կոնտենտ կա նրա մասին սարքած համացանցում։ Եվ հեռավոր 2011-12 թվականներին նա սարսափ էր տարածում իր շուրջ։ Եվ դա տարօրինակ չի, քանի որ Minecraft-ի հին վերսիաների մթնոլորտի մեջ տեսնել Herobrine-ի պես առեղծվածային անձ վախենում են նույնիսկ հիմա։ Իսկ եթե ես ձեզ ասեմ, որ նա մենակ չէր։ Վերջերս համացանցում ես հանդիպեցի մի հղման, որտեղ մեկը փորձում էր պարզել, թե ինչպես սպանել դրակոնին եւ նկարում էր այդ ընթացքը։ Մի քանի տարի անց նա գտնում է այդ վիդեոները եւ որոշում հրապարակել YouTube-ում եւ իր մեկնաբանության ներքևի հատվածում թողում է իր ալիքի հղումը։ Առաջին վիդեոյում խաղացողը, ում անունն էր Սայմոն, գտնվում է Պիշերայում։ Եթե հավատանք համակարգչի ժամին, ապա կարող ենք ասել, որ ամեն ինչ տեղի է ունենում 2017 թվականին։ Նա իջնում է ներքև անընդհատ հետ շրջվելով, որից հետո բացում բլոկնոտը եւ սկսում գրել. Ողջույն ընկերներ, ձեր հետ Սայմոնն է։ Բարի գալուս դրակոնի հետ մենամարտ։ Ես ուզում եմ սարքել ալմազից բրոնյա եւ այդ պատճառով չեմ կորցնի մի իրեր նեզրում։ Ռաբոչի ստոլի վրա մենք տեսնում ենք սկրինշոթ խաղի միջից, որտեղ ամենայն հավանականությամբ Սայմոնն է եւ ինչ-որ ուրիշ խաղացող, որին մենք կրճատ կանվանենք Էնջելո։ Ապագայում վիդեոների մեջ մենք նրան մի քանի անգամ կտեսնենք։ Սայմոնը փորում է ուղիներ եւ հանդիպում փոքր փորվածքներին։ Այնպիսի տպավորություն է, որ ստեղ արդեն մեկը փորել է, որից հետո նա հանդիպում է եւս մեկ փորվածքի եւ սկսում շատ տարօրինակ պահել իրեն։ Այնպիսի տպավորություն է, որ նա զգում է, որ նա այնտեղ մենակ չէ։ Հետո նա հանդիպում է շատ ավելի մեծ փորվածքի, որի մեջ տեսնում է մուգ բլոկ։ Մի ընթացք Սայմոնը լսում է ինչ-որ ձայներ, թե ինչպես է մեկը փորում եւ սկսում է արագ փախնել, իր հետևից փակելով ճանապարհը, որից հետո նա դուրս է գալիս եւ տեսնում, որ բոլոր ծառերը կորցրել են ճյուղերը։ Սայմոնը սարսափար վազում եւ մտնում է տուն, որտեղ էլ ավարտվում է այդ վիդեոն։ Ենթադրելով տեսած կադրերից, մենք կարող ենք ենթադրել, որ դա Herobrine-ն էր։ Ծառեր առանց ճյուղերի, ինչ-որ փորելու ձայներ, սակայն մենք չենք կարող 100%-ով ասել, որ դա Herobrine-ն էր։ Երկրորդ վիդեոն նկարվել է 6 օր անց եւ ստացել է ձկնորսություն անունը։ Ամենասկզբում Սայմոնը գրում է, որ չի ուզում այլևս նայել մահճակալի տակ։ Հետո հելնում է դուրս եւ մենք նկատում ենք ջարդված պարտալ եւ բացարձակ ծառերի բացակայություն։ Սայմոնը փակում է շախտայի մուտքը։ Միանշանակ նա այլևս չի ուզում այնտեղ վերադառնա։ Հետո նա գրում է, որ չկարողացավ գտնի ալմազներ եւ այդ պատճառով որոշել է ձկնորսությամբ զբաղվի։ Հաջորդ կադրում նրա ձեռքում հայտնվում է կարթ եւ նա սկսում է ձկնորսությամբ զբաղվել։ Թվում էր, որ ամեն ինչ կարգին է, մինչ այն պահը, երբ նրա վրա սկսում է վազել սվինազոմբին։ Դա շատ տարօրինակ էր, քանի որ նա այդտեղ չէր կարող հայտնվել, իսկ պարտալը ջարդված էր։ Կողքերը նայելով նա չի տեսնում ոչ մի տարօրինակ բան։ Ոչ մի բան, ինչը կարող էր հանգեցնել սվինազոմբիի առաջացմանը։ Տանը մենք կարող ենք տեսնել մահճակալի տակ բուլիժնիկ։ Հիշեք այս պահը։ Հետո Սայմոնը կրկին գնում է ձկնորսության։ Ուշադրություն դարձրեք կարթի պապլավոկին։ Երբ որ Սայմոնը գցում է կարթը, պապլավոկը միանգամից անշարժ է դառնում։ Դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ պապլավոկը կպնում է ինչ-որ կենդանու, օրինակ մարդուն։ Բայց մենք այդտեղ ոչինչ չենք կարող տեսնել, ինչից կարող ենք հետևել, որ նա անտեսանելի է։ Սայմոնը չի նկատում ոչ մի տարօրինակություն եւ հեռվանում է ջրից, բայց հանկարծ պապլավոկը բարձրանում է օդ եւ սկսում է հետևել նրան։ Եվ հանկարծ պապլավոկը սկսում է իջնել ներքև, ինչը շատ տարօրինակ էր, քանի որ այնտեղ ամբողջը հող էր։ Ես մտածում եմ, որ դա կարող է լինել արձանի պատճառով։ Սայմոնը գնում է այնտեղ, որտեղ պետք է գտնվեր լիճը, բայց այնտեղ գտնվում էր միայն փորոց չանկը։ Տեսահոլովակի սուբտիտրների մեջ մի ակնթարթ ինչ-որ տառեր եւ թվեր են երևում, որը պարզվում է, որ հղում էր, որը տանում էր դեպի գաղտնի փլեյլիստ։ Բացելով այդ փլեյլիստը մենք տեսնում ենք տարբեր վիդեոներ, բայց դրանց մենք կվերադառնանք մի փոքր ուշ։ Եկեք հիմա ես ձեզ ցույց տամ մի մաս նախորդ տեսանյութից, իսկ դուք կփորձեք գտնել ինչ-որ տարօրինակ բան։ Եթե դուք ոչինչ չնկատեցիք, կփորձեմ ցույց տամ մոտիկից։ Երբ խաղացողը մտնում է տուն, վառ աչքերով մեկը հետևում է նրան մահճակալի տակից։ Նա նայում է մոտավորապես 10 վայրկյան, որից հետո անհետանում է։
Նա շատ նման էր Հերոպրինին, բայց ի տարբերություն Հերոպրինի, նա ամբողջովին սև էր։ Վերադառնանք ձկնորսության վիդեոին։ Երբ Սայմոնը ընկնում է փոսի մեջ, պատի վրա մենք կարող ենք նկատել տաբլիչկա, որի վրայինը ես տենց էլ չկարողացա կարդալ։ Ահա մենք հասանք պլեյլիստին, որի մեջ կա 10 հատ տեսանյութ, չհաշված այն երկուսը, որ մենք արդեն նայել ենք։ Հարմարության համար մենք կսկսենք առաջին տեսանյութից։ Ծննդյան օր անվանմամբ վիդեոյի մեջ մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է մեկը իջնում դրակոնի պարտալի մոտով եւ Obsidian-ի բլոկ դնում։ Հաջորդ կադրում մենք արդեն տեսնում ենք Սայմոնին։ Դա մենք կարող ենք բարձել Հետո Սայմոնը գրում է, որ ուզում է անցնել Minecraft-ը եւ սպանել դրակոնին եւ ցույց է տալիս տարբեր բագեր։ Եվ վերջում նա ասաց, որ YouTube-ով վիդեո է տեսել, թե ինչպես է կարելի բագի միջոցով ստանալ լիքը ալմաս։ Սայմոնը սարքում է մեզ արդեն հայտնի շինությունը, եւ երբ նա դնում է այդ շինության վերջին բլոկը, վիդեոն ավարտվում է։ Կուզենայի ուշադրություն դարձնենք մի բանի վրա։ Երբ Սայմոնը ցույց է տալիս առաջին բագը, նա գրում է, որ ես տեսել եմ այս ձևը YouTube-ով։ Իսկ երբ նա երկրորդ բագն էր ցույց տալիս, նա արդեն գրում է, որ մենք տեսել ենք այս ձևը YouTube-ում։ Հնարավոր է դա այն մարդն էր, ում մենք տեսանք վիդեոյի սկզբում։ Նաև կուզենայի շեշտել, որ այս շինությունը շատ նման է Հերոպրինի տոտեմին։ Այս վիդեոն դուրս է եկել փետրվարի 27-ին, նախորդ երկու վիդեոներից 4 օր առաջ։ Դա բացատրում է, թե ինչի է առաջին երկու վիդեոներում խաղացողը այդքան լարված։